Երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև ամիսներ տևող քարոզչական փոխհրաձգությունը, որը Գյումրիի դիմընտրությունների շրջանում փոքր-ինչ պասիվացել էր, նորից մտել է թեժ փուլ։ Կրակին բենզին լցնողը եղավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, որն իր վերջին շրջանի հարցազրույցներից մեկում հանդգնել էր ասել ճշմարտությունը։ Հանրության շրջանում նախկին նախագահների նկատմամբ ատելությունը սարսափելի մեծ է, ինչն անդրադարձավ նաեւ Գյումրիի ընտրությունների քվեարկության պատկերի վրա։ Ըստ այդմ, ընդդիմադիր տեխնատոներից ոմանք ասոցացվեցին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ցածր տոկոսներ ստացան։ Մինչդեռ եթե չնույնացվեին, նրանց հավաքած տոկոսներն ավելի տպավորիչ կլինեին։ Աջապահյանն իր հարցազրույցում, նկատենք, այս անգամ պարիտետը խախտել է, առանձնահատուկ տեղ հատկացրել Սերժ Սարգսյանին եւ նրա հասցեին կծու, թթու, դառը խոսքեր շռայլել։ Ընդհուպ կասկածի տակ դրել վերջինիս տղամարդկությունը, նրան հակադրելով իսկական տղամարդ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանը ինչ խնդիր ունեք։ Քոչարյանի հետ ես ոչ մի խնդիր չունեմ։ Բացի այն սխալներից, որ ինքը թույլ է տվել։ Ինչ սխալներ է գործել։ Դե որ իր օրոք եղել է կոռուպցիա, հովանավորչություն, սա այն։ Մարտի 1-ը։ Հա? Մարտի 1, հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանություն։ 27 իր հետ իշկամ ունի։ Կապ չունի։ Պողոս Պողոսյանի սպանությունը ես այո քննադատել եմ այն ժամանակ։ Քննադատել եմ այն դաշնակցությանն եմ քննադատել Պողոս Պողոսյան։ Երբ որ հանգուցյալ Վահան Հովհաննիսյանն ասեց իրեն չեն սպանել իբրև դաշնակցական։ Ես ասի, այսինքն էդ է, հա, որ այսինքն քանի որ իրեն իբրև դաշնակցական չեն սպանել, լավ են արի։ Եթե իբրև դաշնակցական սպանեին, վատ արած կլինեին։ Ին դաշնակցությունը իրեն Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ ավելի վատ պահեց, քան Ռոբերտ Քոչարյանը։ Իրենք ավելի վատ պահեցին։ Սերժ Սարգսյանին ամենաշատը չեք սիրում։ Ես բացարձակապես, ես դες բան չկա, որ ես որևիցե մեկին չեմ։ Ամենաշատն եք քննադատում։ Այո, որովհետև ինքը հիմնական դերակատարն է այս ընդդիմության կոլապսի։ Հիմնական դերակատար։ Բայց կարծում եք Սերժ Սարգսյանն է այս կոլապսի հեղինակը Գյումրիում։ Միայն Գյումրիում չի, Հայաստանում Հանրապետությունում է կոլապսի հեղինակին։ Ես ասել եմ, չէ՞ արդեն։ Հիմա էլի հետո հանրապետականները հարցակվեն։ Հա։ Արդեն այդ հանրապետականների հարցակումը խոսում է այդ մասին։ Այլապես այո, սրբազանն մի բան ասում է, հա, դե անտեղյակ մարդ է, ոչինչից խաբար չի, հիմա խոսում է։ Կարող են ասել, չէ՞։ Բայց այն բուրըն պաշտպանությունը, որով իրենք պաշտպանում են իրենց ղեկավարին, խոսում են մասին, որ ես ճիշտ եմ ասում, չէ՞։ Բայց արդար է 2010 Ուրեմն ինչ ասի ես, ուրեմն ես ինչ ասեցի, վերջերս ինչ ասի Սերժ Սարգսյանի մոտեցում հետևյալն է, կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա։ Բայց մարդը չի ուզում գա իշխանության, հայտարարել է։ Այդ մարդը հայտարարել է նաև, որ ինքը չի լինի վարչապետ կամ նախագահ երկրորդ բանից հետո։ Այդ մարդը հայտարարել է, որ ինքն է լինելու Երևան Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, որ այդպես է չթռավ։ Այդ մարդը հայտարարել է, որ Հայաստանը դառնալու է սպիդի բուժման կենտրոն, որովհետև չդարձավ։ Նա ինչքան կարանք իր հայտարարությունը։ Այդ մարդը հայտարարում էր, որ Եվրամիությունն է գնում, մի գիշերվա մեջ մտանք Եվրասիական միություն։ Լավ էլի, ասել է։ Իսկ Քոչարյանը ինչ ասել արել։ Ես էլ շատ բան եմ, այո, իհարկե։ Մեծամասամբ, այո։ Բայց արդար է։ Ուրեմն եւ նաեւ Քոչարյանը տղամարդ ղեկավար է։ Ես սիրում եմ այդպիսի։ Այո, մնացած կոռուպցիա, ֆլան ֆստանները չեմ ընդունում։ Բայց պետք է ղեկավարը տղամարդ լինի։ Հիշեցնենք, որ սա այն նույն հոգևորականն է, որը ամիսներ առաջ, երբ այլևս ակնհայտ էր, որ իր հոգևոր սանի Բագրատ Գալստանյանի առաջնորդած սրբազան շարժումը տապալվել է, շտապեց մեղավորներ կարգել երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Իր այդ հարցազրույցում, սակայն սրբազանն անողոք էր գտնվել երկուսի հանդեպ էլ։ Ես նախկիններով երբեք հմայված չեմ եղել, առավել եւս հիմա չեմ կարող հմայված լինել, որովհետեւ իրենց մեղքով է այս իշխանություն։ Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իս որոշակի անհաջողության։ Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել, հիմնական, այսինքն պատճառը նախկին նախագահների ստվերն է եւ ուրվականն է։ Ինչպես ազատվել է ուրվականից կամ ստվերից, եթե այդ ուրվականներից հնարավոր չէ, ինքը չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը։ Այդ ուրվականների հեղինակները պետք է հայտարարեն իրենց հեռացման եւ իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա պահանջում է։
Եվ եթե դա իրենք չեն անում, ուրեմն իրենք հայրենիքի փրկության մասին չեն մտածում։ Իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ իրենց այսպես ասած ընդդիմության իշխանությունը պահպանելու համար։ Եվ երկրորդ նախագահ, եւ երրորդ նախագահ պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Ստապ բանականությունը, ստապ դատողությունը, ստապ հաշվարկը դա է պահանջում։ Եվ իրենք եթե դա չգիտեն, նշանակում է ոչ մի բան չեն հասկանում։ Եվ երկրորդ նախագահը, եւ իր որդին պիտի հեռանան։ Պիտի հայտարարեն եւ պիտի իրոք փաստացի հեռանան։ Նույնը վերաբերում է երրորդ նախագահին։ Երրորդ նախագահը պիտի բաց թողնի այդ հանրապետական կուսակցությանը, վերջի վերջո ազատ։ Պիտի հեռանա ինքը թողնի հանրապետի, ինչպես պատահական մտավ, նույնպես էլ պատահական պիտի դուրս գա։ Շիրակի թեմի առաջնորդի անկեղծության այս վերջին պորտկումը Քոչարյանին ուղղված քննադատության ակնհայտ մեղմացմամբ ցնցում առաջացրեց Սերժ Սարգսյանի թիմում։ Տարբեր կալիբրի ՀՀԿ-ականներ հերթով կարգով սկսեցին տեղը դնել Աջափահյանի պորտը, պաշտպանելով իրենց կուսխեկի տղամարդկային արժանապատվությունը։ Եվ ոչ միայն տղամարդկային։ ՀՀԿ-ի ագիտպրոպի ծանր հրետանին Արմեն Աշոտյանը բարձրաստիճան հոգևորականին անվանեց շարքային նյուզմեյքեր։ Նրա բացախոսությունն էլ որակեց սերժատյաց եւ հանրապետականաֆոբ գործչի խոսույթ։ Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվայն էգոցենտրիզմով տարապող եւ քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել Սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթակույց կերպով օգտագործվող անձ։ Սխեման շատ պարզ է։ Սրբազանը մեր մասին ավելի վատ է արտահայտվում, քան իրենց։ Նրանք վերցնում են այդ հատվածները եւ ակտիվորեն շահագործում մեր դեմ։ Մենք ստիպված հակադարձում ենք, երբեմն հիպերռեակցիայով։ Քոչարյանական ալիքներով օրվա հերոս դարձած Սրբազանին, իսկ երկրորդի թիմակիցները կուսական անմեղություն արտահայտող դեմքերով սկսում են բարոյախրատական ճամարտակումներ անել։ Քոչարյանական դաշտից նույնպես հնչեց պատասխան հակահարվածը, սակայն անհամեմատ ավելի մեղմ ու քնքուշ, եթե չասենք փիլիսոփայական։ Մարտի դաշտ ավետարանով գործուղված Հայաստան խմբակցության անդամ Ագնես Ախամոյանը ծոր տվեց։ Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել Քոչարյանի կառավարման տարիները եւ քննադատել Սերժ Սարգսյանին, ումի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ Քոչարյանի վկատերտեր ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ, էժան, շատ էժան։ Կհիշեք, նման մի հարցակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը կամ ավելի ճիշտ դրանց բացակայությունը։ Թագավորը մերկ է, համարձակվել էի ասել ես։ Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը, սիրուն չի, հեչ սիրուն չի։ Սիրուն է այս ամենը թե տգեղ, թող դատի հանրությունը, հայտնի սիթքոմի տրամաբանությամբ։ Աղջիկեր ջան, մի կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք։ Աստված օգնական։ Մեզ մնում է նկատելը, եթե Սերժ Սարգսյանի անվան կողքին այն էլ նման կոշտ դիտարկումներով հոլոված չլիներ վերջինիս թիվ 1 կոնկուրենտ Ռոբերտ Քոչարյանի անունը, Սերժ Սարգսյանականները երևի թե այդչափ չխոցվեին։ Երրորդ նախագահի ագիտպրոպն արձագանքելով arczepiskoposin ակնհայտորեն խոցում է գլխավոր թիրախին Ռոբերտ Քոչարյանին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։